Իսկ դու գիտես, որ Հակոբ Մանանդյանը ջավախցի է։ Այո, հայ քննադատական պատմագիտության հիմնադիրը ծնվել է 1873 թվականին Ախալցխայում։ Տեղի կրթական միջավայրից նա հասնում է Գերմանիայի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ, դառնալով իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը։ Մանանդյանը տիրապետում էր մի քանի լեզուների՝ ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, պարսկերեն, ինչպես նաև լատիներեն, ասորերեն, եբրայերեն, պարթևերեն եւ իհարկե գրաբար, որը նա ամենից վեր էր դասում։ Մանանդյանը պարզապես պատմաբան չէր, նա ակադեմիկոս էր, ով առաջինը համադրեց օտարալեզու փաստաթղթերը հայկական աղբյուրների հետ։ Նա Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից է եւ առաջինն է քարտեզագրել հայկական հին ճանապարհները։ Մանանդյանի Տիգրան II եւ Հռոմը աշխատությունը մինչ օրս համարվում է գլուխգործոց։ Նա փաստերով աշխարհին ապացուցեց մեր հզորությունը։ Եթե մենք այսօր գիտենք մեր թագավորների եւ ճակատամարտերի ճշգրիտ պատմությունը, դրանով պարտական ենք Հակոբ Մանանդյանին։ Մանանդյանը մեր ինտելեկտուալ հզորության խորհրդանիշն է։ Իմացիր քո արմատները։